Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ առավոտյան հրդեհը ոչ թե Կոմիտասի Երևան City սուպերմարկետի սննդի կետերից մեկում էր բռնկվել, այլ հարակից շենքերից մեկում։ KFC հանրային սննդի տնօրենն ավելի վաղ էր նշել, որ հրդեհը իրենց մոտ չի բռնկվել։ Աշխատակիցները բոլորը ունեն ընթացակարգ, տեղում որսանքազրկել են եւ լքել են տարածքը։ Միայն պատմի պատասխանատու աշխատակից էլ փորձել է կրակը մարի, բայց արդեն տեսել է, որ չհնարավոր չի, այդ ընթացքում է զանգվել է 911 ծառայություն։ Որ հատվածում առաջացել ծուխը, որտեղ են տեսել, ինչ։ Ծուխի հոտն են առել, հետո դրսից ոց են տեսել։ Այսինքն դրսի ոցն է փորձել է մարել ձեր աշխատակիցը։ Այո։ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով ռուսական հացատիկով բեռնված գնացքը հասել է Հայաստան։ Գիշերը 15 վագոն ցորենը այրում կայարանում դիմավորել է էկոնոմիկայի նախարարը։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա այրում կայարանում եմ եւ այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ։ Առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ, 1000 տոննա ցորեն, ռուսական ծագման ցորեն եկավ Հայաստան, որը անցել է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթուղային ճանապարհով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի եւս 132 վագոն ցորեն։ При этом мы понимаем. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներին, ինչպես նաեւ վրացական կողմին Հարավային Կովկասի տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեղ աշխատանքի փոխադրումների կազմակերպման համար։ Ղազախստանից Հայաստան ուղարկվող հացահատիկը հասել է Ադրբեջան, հայտնել են այդ երկրի պետական լրատվական գործակալությունները, այն նույնպես կանցնի Վրաստանի տարածքով եւ կգա այրում կայարան։ Հայաստանում հացի գինը մի քիչ թանկ է։ Նոր ճանապարհով ներկրվող ցորենը արդյոք կեժանացնի հացի գինը։ Հայաստանում հարևան երկրների համեմատ հացը 20%-ով թանկ է։ Տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը նկատում է, որ ցորենի արժեքը հացի գնի 50%-ն է կազմում եւ էական այլ գործոններ նույնպես կան՝ էներգակիրներ, աշխատուժի ծախսեր։ Հետևաբար նոր ուղիներով ցորենի ներկրումը միայն քաղաքական էֆեկտ ունի եւ ոչ սոցիալական։ Միանգամից ասել, որ այս ճանապարհը դա մեր համար ինչ-որ նոր փրկության ճանապարհ է լինելու եւ հացը էժանանալու է, հետո էլ մնացած ամեն ինչն է էժանանալու, կարծում եմ դեռ ժամանակավրեպ է, իսկ այս պայն տպավորությունը այնպեսին է, որ ուղղակի այդ առաքումը անում են, որպեսզի ցույց տան, որ ապաշրջափակումը սկսել է։ Վերլուծաբանները հիշեցնում են, որ հայկական Արցախից Հայաստան տարեկան 100,000 տոննա հացահատիկ է ներկրվում։ Մեր երկիրը մեկ տարում սպառում է մինչև 350,000 տոննա ցորեն։ Հետևաբար Արցախի հանձնումը մեծ հարված էր նաև մեր պարենային անվտանգությանը, եւ այժմ Հայաստանը ստիպված է այլ ճանապարհներ փնտրել, այդ թվում Ադրբեջանով հացահատիկ ներկրելու համար։ Սպասենք տեսնենք հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովին։ Եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 18-ին որոշի Տաշիր կապիտալից վերցնել հեցի լիցենզիան, այն հնարավոր է գնի կառավարությունը կամ մեկ այլ ընկերության վստահի հեցի շահագործումը, լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետը։ Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ շատ լրջորեն կքննարկի։ Եթե դա շատ մեծ կլինի գինը, եւ ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումը իրականացնել, գնանք երկրորդ սցենարով, բայց ասում եմ, դա հնարավոր կամ անհնար կդառնա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում։ Երկրորդ սցենարն է նա, որ ինչ որ սցենարով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության մասնագիտացված եւ իհարկե բայց կառավարությունը որոշակի ներկայություն թե օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի, թե ոսկե բաժնետոմսով այդ արդեն քննարկվում չի ակնկալվում
Վլադիմիր Պուտինից այս շաբաթ շքանշան ստացած Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրած arczepiskopos Ներսիսյանին Նիկոլ Փաշինյանը անվանել է KGB-ի գործակալ եւ պնդել, որ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Եզրած arczepiskopos-ը հավաքագրվել է դեռ խորհրդային ժամանակներից։ Նիկոլ Փաշինյանը նաեւ զարմացած է, թե ինչու որևէ մեկը չի փորձում մայրաթորից պարզաբանումներ խնդրել եկեղեցու բարձրաստիճան սրբազանների, այդ թվում վեհապարի հասցեին իր հայտարարությունների վերաբերյալ, որոնք Հայաստանի վարչապետը համարում է փաստ։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ հարցը տալիս։ Եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտա ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Երկու արտասահմանցի փորձեր են մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած մոտ 7.5 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց վաճառել $50,000 դիմաց։ Նախաքննությամբ պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիները հոկտեմբերի 28-ին ապօրինի հատել են Հայաստանի սահմանը թմրամիջոցը ձեռքներին։ Քրեական վարույթի ընթացքում պարզվել է նաև, որ նրանցից մեկը Հայաստանում ազատազրկված է եղել ապօրինի սահմանահատման համար։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ օտարազգի երկու քաղաքացիների նկատմամբ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության եւ սահմանահատման հոդվածներով հարուցվել է քրեական վարույթ, նրանք կալանավորվել են։ Արմավիր քրեակատարողական հիմնարկ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների անակնկալ այցի ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, ազատությունից զրկված ոչ բոլոր անձինք են ապահովված եղել անհրաժեշտ անկողնային պարագաներով, պասկով եւ հիգիենիկ պարագաներով, մասնաշենքում տեսագրող եւ տեսաձայնագրող համակարգերը չեն ներառել մասնաշենքերի ամբողջ տարածքը, ինչը խնդրահարույց է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման, անվտանգության ապահովման հարցում։ Մասնաշենքում նաեւ խցերում միջատներ կրծողներ են եղել։ Ստացվել են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին տեղեկություններ, նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։ Միացյալ Նահանգները պատերազմ չի փնտրում որևէ երկրի հետ, ասել է Դոնալդ Թրամփը միջուկային զենքերի փորձարկումներ անելու իր հայտարարությունից մի քանի օր անց։ Ռուսաստանը Վաշինգտոնից պարզաբանումներ էր խնդրել Թրամփի հայտարարության վերաբերյալ եւ չստանալով դրանք, Պուտինը 3 հանձնարարել է սկսել ռուսական միջուկային զենքերի փորձարկումների նախապատրաստություն։ Թրամփը կրկին պարզեցել է իր երկրի միջուկային զենքերի առատությամբ, բայց նաեւ ասել, թե այդ միտքը նրան սարսափեցնում է։ Մենք առաջինն ենք միջուկային հզորությամբ, բայց դա նաև սարսափելի է, շատ ծանր վիճակ կստեղծվի, եթե երբևէ ստիպված լինենք կիրառել։ Ռուսաստանը երկրորդն է, Չինաստանը հեռավոր երրորդը, բայց նրանք մեզ կհասնեն 4-5 տարվա ընթացքում։ Նրանք ուզում են մեզ հասնել եւ կկարողանան հասնել։ Իսկ միգուցե մենք կաշխատենք մեր երեքի միջուկային զինաթափման պլանի վրա։ Թրամփն ասել է, որ չի մեկնելու հարավային Աֆրիկա G20-ի գագաթնաժողովին։ Այնտեղ ոչ մի լավ բան չի կատարվում, ասել է նա։ Թրամփն անդրադարձել է նաև Նյու Յորքի քաղաքապետ ընտրված Մամդանիին եւ ասել, թե այդ դեմոկրատի հաղթանակով ԱՄՆ-ն մասամբ կորցրել է իր ինքնիշխանությունը։ Ելույթի վերջում ԱՄՆ նախագահը պարել է։ Միջազգային մամուլը քննարկում է Ուկրաինայում հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի թիկնապահ վարորդի հետ տեղի ունեցած միջադեպը։ Ջոլին չհայտարարված այցով եկել է Խերսոնի մարզ։ Տարածքային զորահավաքագրման կենտրոնի աշխատակիցները կանգնեցրել են ավտոշարասյունը փաստաթղթերը ստուգելու համար։ Ջոլիին ուղեկցողներից մեկը Ուկրաինայի քաղաքացի է եղել եւ գտնվել է հետախուզման մեջ նախկինում զինվորական վերապատրաստման կանչվելու եւ չներկայանալու համար։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ջոլին դուրս գալիս մեքենայից մոտենում զորահավաքագրման կենտրոնի աշխատակիցներին իրավիճակը պարզաբանելու համար։ Կարճատև խոսակցությունից եւ փաստաթղթերը ստուգելուց հետո տղամարդուն ազատ են արձակել։ Սա Անջելինա Ջոլիի երկրորդ այցն է Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։ Առաջինը 2022 թվականին է։ The Hollywood actress visited the western Ukrainian city of Lviv.